Լորվա երիտասարդների միասնություն հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող, մայրաքաղաքում բնակություն հաստատած այլ լոռեցի երիտասարդների և Լեմի մյուս անդամների շահերը ներկայացնող կազմակերպություն է։ Լեմի առաքելությունն է համախմբել լոռեցի երիտասարդներին իրականացնել գիտական ու մշակութային ծրագրեր։ Կազմակերպության առաջնահերթ սկզբունքը ապաքաղաքականացված գործունեությունն է, ի նպաստ երիտասարդության հոգևոր, մշակութային ու գիտական զարգացման։ Ներկայումս Լեմն ունի սեփական գրասենյակ, ինչը կազմակերպված աշխատանքի երաշխիքներից մեկն է։ Գրասենյակը մեզ նվիրել է պարոն վարչապետը, որի համար շնորհակալություն ենք իհարկե հայտնում, իսկ Երևանում ունենք նույնպես գրասենյակ, որը գործում է արդեն 3 տարի։ Կազմակերպվելու եւ կայանալու համար պետք են որոշակի գործոններ։ Առաջինը ծրագրեր, երկրորդը մասնակիցներ, անդամներ, ովքեր նվիրված կլինեն, եւ երրորդը իհարկե կամք եւ ցանկություն աշխատելու եւ գործունեություն ծավալելու համար։ Վերնշված գործոնները ապահովում են ապա նույնիսկ 2-3 տարվա ընթացքում հնարավոր ունենալ աշխատող, կայուն, գործուն համակարգ։ Լորվա երիտասարդների միասնություն հասարակական կազմակերպության անցած քառամյա ուղին եւ առաջիկա անելիքները ներկայացնելու նպատակով Վանաձորի քաղաքապետարանում էին հավաքվել լեմականներն ու այլ լոռեցիներ։ Համագումարի մեկնարկին հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, այնուհետ ընթերցվեց երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը։ Լեմի անցած ճանապարհը ներկայացնելու ձևաչափի շուրջ երիտասարդները երկար էին մտորել եւ ի վերջո որոշել տեսաֆիլմ պատրաստել։ Ներկաները դիտեցին կազմակերպության մասին պատմող տեսաֆիլմը, որն ի դեպ պատրաստել էր Լոռի հեռուստաընկերության աշխատակիցներից Արսեն Վարդանյանը։ Ելույթներով հանդես եկան Լեմ համանախագահները, ներկայացնելով 21-րդ դարի երիտասարդին հուզող հիմնախնդիրները, լուծմանն ուղղված Լեմի գործունեությունը, ինչպես նաև երիտասարդական գիտական համագործակցության հեռանկարները։ Հիմնական նպատակներն է կազմակերպել ակադեմիական համագործակցություն Լոռու մարզում եւ Լոռու մարզից դուրս գտնվող երիտասարդների համար, ովքեր կաջակցեն միմյանց իրենց հնարավորությունների սահմաններում, ավագ սերունդը արդեն իսկ ավարտած կաջակցի կրտսեր սերնդին աշխատանքի տեղավորման հարցերում, ինչպես նաև հասարակական կյանքի բոլոր բնակավարներում իրենց հնարավորությունների սահմաններում ընկերային շահերը կներկայացվեն եւ կօգնեն միմյանց։ Կազմակերպությանը ներկայումս անդամակցում է շուրջ 400 երիտասարդ, որևէ քաղաքական ուժի Լեմը չի հարում, վստահեցնում են համանախագահները։ Համագումարին ելույթ ունեցողները կարևորեցին երիտասարդների ջանքերով գիտակրթական ու հոգևոր մշակութային խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը։ Լիանա Պեչենևսկայա, Ելենա Սաքանյան, Լոռի հեռուստաընկերություն։